Երեք մամուլից իմացա, որ նախկին եպիսկոպոս Գևորգ Սարոյանը դատի է տվել Մայրաթոր Սուրբ Էջմիածնին, Վեհափար Հայրապետին եւ Գերագույն հոգեվոր խորհրդին իրեն կարգալույց հռչակելու համար։ Նախ դատի էր տվել, որպեսի պահանջում էր, որպեսի վերականգնեին իրեն Մասյացոտյաց թեմի առաջնորդի պաշտոնում, եւ հիմա էլ իբր թե այդ ակտը չկատարելու համար եւ այլն, սրա մասին չէ որ ուզում եմ խոսամ, սրանք ամեն ինչի ընդունակ են, վաղը մյուս օրը կարող է դատի տան եւ դատարանով պահանջեն, որպեսի աղոթքի փոխարեն նամազ արվի։ Խոսքս ուղղում եմ Գևորգ Սարոյանին։ Դու շատ լավ գիտես եւ հստակ պատկերացնում ես լինելով հոգեվորական, հիմա արդեն քո մաշկի վրա գիտես, թե ինչ է ապրում յուրաքանչյուր հոգեվորական կարգալույց լինելուց հետո կամ այդ պահին։ Այո, այդ պահին հոգեվորականը ապրում է հոգեվոր մահ, ծանր հոգեկան ապրումներ, դժվարություններ եւ այլն։ Ես քեզ հասկանում եմ։ Իմ կարգալույց լինելու ժամանակ դու այդ հանձնաժողովի անդամ էիր 10 տարի առաջ ուղիղ, եւ ես չեմ ուզում անդրադառնալ այդ ամեն ինչին, որովհետեւ դա միգուցե Աստծո կամքն էր, այդպես։ Հիմա էլ դա ընդունի որպես Աստծո կամք, քեզ Վեհափար Հայրապետը ազատում է Նիկոլ Փաշինյանի ճիրաններից, այսպես ասած, որովհետեւ դու գտնվում ես այնտեղ որպես եպիսկոպոս, իսկ հիմա չունես այդ կարգը։ Ցնծա եւ ուրախացիր։ Բայց այնուամենայնիվ 2016 թվականից հետո 2018 թվականին, երբ ինձ 4 կողմից հրավիրում էին, որպեսզի ես մասնակցեի նոր ծլած աղանդավորական Նոր Հայաստան, Նոր Հայրապետ շարժմանը, ես հստակ պատասխանեցի, որ ոչ, ես երբեք չեմ միանա դրան, որպեսզի գնամ Մայրաթորի դեմ կամ Վեհափար Հայրապետի դեմ, որովհետև ես ուխտ ունեմ արած Մայրաթոր Սուրբ Էջմիածնում եւ ես երբեք չեմ դավաճանի դրան։ Իսկ հիմա դու շատ հստակ իմանալով, որ այս իշխանությունները հակաեկեղեցական արշավ են սկսել Վեհապարի դեմ եւ եկեղեցու դեմ, դու հստակ միացել ես այդ տիրադավ արշավին եւ նպաստում ես այդ ամեն ինչին։ Ես քեզ որպես հոգեվորական խորհուրդ կտամ, գնաս եւ ընկղմվես նարեկացու աղոթքների մեջ, գնաս եւ ընկղմվես Աստվածաշնչի մեջ, կարդաս Աստվածաշունչ եւ հետ դառնաս այդ տիրադավ ճանապարհից եւ եւս մեկ անդրադարձ կատարես քո հոգեվոր կյանքի մեջ, եթե ունեցել ես դա, եթե մի գրամ ունեցել ես դա։ Ես ուղղակի կուզեմ, որ դու պահքն եմ մոտենում աղոթքով եւ ծոմապահության մոտենաս դրան։ Գևորգ Սարոյան, հո երթաս, հետ դարձիր։